Բարի երեկո, դուք դիտում եք Ամեքլուսի Այփ Պլյուս հաղորդումը։ Սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանում 112 օրենքից 90-ը ընդունվել է կառավարության հրավիրված արտահերթների ընթացքում։ Նախորդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորը եղել է Հովհաննես Մարգարյանը, իսկ ամենաշատ բացակայողը Կրկին Գագիկ Ծառուկյանը։ Ծանոթանալով ԱԺ մոնիտորինգ ծրագրի արդյունքներին, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշել է. Ոչ մեկը չի ասում կարդալ, ոչ մեկը չի ասում ուսումնասիրել, հարց տալ, առավել ևս այս վերջին նստաշրջանը, երբ ՀԱԿ-ը բոյկոտեց դուրս եկավ, 60 օրենք անցել։ Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարումը բարելավելու համար Հայաստանի կառավարության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Երևանի կոշտ թափոններ փուլ 1 պայմանագիրը, որի շրջանակներում կտրամադրվի 8 միլիոն եվրոյի չափով վարկ։ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի խոսքերով կստեղծվի նոր սանիտարական աղբավայր, որը կսպասարկի Երևանի եւ հարակից 4 տարածքները։ Տեղակայվել է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ եւ գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կիլոմետր հեռավորության վրա։ Թվային հեռարձակման համար նախատեսված DVB-T2 ընդունիչ սարքերի նոր խմբականակը ձեռք բերելու նպատակով անալոգային հեռարձակման անջատումը կրկին կհետաձգվի։ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացնում է. Ծրագիրը լիարժեք ավարտին հասցնելու համար պահանջվում է եւս 55,000 հատ։ Մարտի 3-ին Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, որին շատերը անվանում են հայ բիզնեսի նախապետ։ Սուրբ Աննա եկեղեցում հոգեհանգստյան կարգ է մատուցվել մեծ բարերար գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին, որից հետո մի խումբ գործարարներ ծաղիկներ են դրել նրա արձանին։ Ի դեպ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարանների միության նախագահությունը եւ մի շարք գործարարներ դիմել են Հայաստանի կառավարությանը, որպիսի մարտի 3-ը պաշտոնապես ճանաչվի որպես գործարարության օր։ Հայ գործարարության բևեռված սիմվոլը դա Մանթաշյանցն է։ Իր կերպարով, իր տնտեսական ձեռքբերումներով, իր բարոյական քարոզչությամբ։ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ հանձնաժողովի անդամ Բրեթ Շերմանը բաց նամակով դիմել են Միացյալ Նահանգների ղեկավար Բարակ Օբամային, կոչ անելով ճնշում գործադրել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի վրա։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կարգավորելու համար Մարտի վերջին Ալիևը այցելելու է Վաշինգտոն, մասնակցելու միջուկային գագաթաժողովին, ուստի կոնգրեսականները կոչ են անում Օբամային օգտվել Ալիևի այցից եւ անձամբ ճնշում գործադրել նրա վրա այս հարցում։ Բաքվում այսօր կայանալու է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության կարգավորման հարցը։ Ըստ կոմերսանտի, ռազմական ոլորտում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հիմնական խնդիրները կապված են սպառազինության վերաբերյալ պայմանագրերի իրականացման հետ, որոնք կնքվել են դեռևս մի քանի տարի առաջ։ Հիմնական բարդությունը Ադրբեջանի գումարի բացակայությունն է պարտքերը մարելու համար։ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը ենթադրում է, որ 2016-19 թվականներին նավթը կարժենա բարելի համար $50 պակաս։ Այս մասին ասված է 16 եւ 17-19 թվականներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների հիմնական ենթադրություններում, որոնք հայտնի են դարձել մամուլին։ 16 թվականին նավթի արժեքը կանխատեսվում է բարելի համար $35 մակարդակում, հաջորդ տարիներին այն պետք է բարձրանա մինչև $45, ենթադրում են նախարարությունում։ Օրվա լրահոսը։ Կառավարությունը ընտրական օրենսգրքի նախագիծը ուղարկեց ազգային ժողով։ Հունիսի 1-ը նոր ընտրական օրենսգրքի ընդունման վերջնաժամկետն է։ Հավանության արժանացնենք այս փաթեթը մենք կազդարարենք հանրային քննարկումների սկիզբը, որոնք տեղի կունենան ազգային ժողովում։ Դավիթ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց ընտրական օրենսգրքի առանցքային կետերը կենտրոնանալով ազգային ժողովի ձևավորման վրա։ Պատգամավորների 50%-ը ներկայացված են լինելու տարածքներից, ընտրվելու են տարածքներից, իսկ մյուս 50%-ը ներկայացված է լինելու համապետական ցուցակից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է տեղեկանք, որ ընտրական օրենսգրքի պահանջների հետ կապված ընտրատեղամասերի կազմավորելու, կնիքներ պատվիրելու, որոշակի ծախսեր կատարելու համար ժամկետները օրենքով սահմանափակված են։ Անհրաժեշտ 94 միլիոն դրամ արժեքով տպագրական եւ 26 միլիոն դրամ արժեքով կնիքների պատրաստման աշխատանքների ձեռքբերումը իրականացնել մեկ անձից գնում կատարելու միջոցով։
գործել։ Այսօրվա նիստում կրթության եւ գիտության նորանշանակ նախարարը մերժեց պատգամավոր Թևան Պողոսյանի նախագիծը բուհերի խորհուրդների ապակուսակցականացման մասին։ Աշնանը պիտի ներկայացնենք Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասին օրենքը, որտեղ արդեն մեր ստանձնած պարտավորությունների շրջանակում արմատապես փոխվելու է նաև խորհուրդների ձևավորման կարգը։ Կառավարության նիստի ժամանակ ներկայացվեցին նաև Արագածոտնի եւ Շիրակի մարզպետները։ Արդյոք դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը նշանակվեց Շիրակի մարզպետ ընտրություններին իշխանությունների համար ապահովելու համար համապատասխան ձայներ, քանի որ այս մարզը աչքի է ընկնում իր ընդդիմադիր կեցվածքով։ Գյուղեր ընդդիմադիր քաղաք։ Ով ասեց։ Դա չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաք է, Գյումրին շատ լավ քաղաք է, մեր ազգաբնակչության հետ մենք հաստատ շատ խնդիրներ լուծել ենք։ Նա նաև խոստացավ, որ մարզպետարանում առայժմ կադրային ջար չի լինելու։ Որքանով է հավանական Լեռնային Ղարաբաղում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերի տեղակայումը։ Ես չեմ լսել որևէ առաջարկի մասին խաղաղապահ զորքեր տեղակայելու վերաբերյալ։ Եթե հարցը քաղաքական ճանապարհով չլուծվի, տեղակայման մասին խոսք գնալ չի կարող։ Քանի դեռ իրավիճակը չի կայունացել, մենք որևէ նման առաջարկություն անել չենք կարող։ Միջազգային հարցերի շուրջ գերտերությունների տարակարծություններն առայժմ չեն ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Մենք տեսնում ենք կոնկրետ համագործակցություն եռանախագահների միջև եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև եւ Ֆրանսիայի միջև որևիցե տարաձայնություն այս Ղարաբաղի կարգավորման մենք չենք տեսնում։ Հուլիսի 8-ին Վարշավայում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Դաշինքի համար կարևորագույն խնդիր է մնում Ուկրաինայի արևելքում տիրող վիճակն ու Ռուսաստանի վարքը։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել են։ Կան կարծիքներ, որ այդ երկիրը ապակայունացնող դեր է խաղում Ուկրաինայի հարցում, եւ չնայած որ նա Եվրախորհրդի անդամ է, շարունակում է մեծացնել ռազմական բյուջեն։ Կարծում ենք, որ դա կարող է տանել սառը պատերազմի վերսկսման։ Հայաստանի դավանած արժեքներն ու մենթալիտետը համահունչ են ՆԱՏՕ-ի արժեհամակարգին եւ խորը համագործակցությունը միանգամայն բնական է։ Պարտադիր չէ, որ ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը համագործակցեն ռազմական ոլորտում։ ՆԱՏՕ-ի երկրները մեծ տնտեսական ռեսուրսներ ունեն եւ կարող են մեծ ներդրումներ գալ այստեղ։ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը նշել է, որ ունեք արևմտյան ստանդարտներին չհամապատասխանող Սովետ միությունից մնացած մեծականակ զենքեր ու կարող ենք հարաբերություններ զարգացնել նաեւ այստեղ։ Այս պայմաններում ինչ պետք է անի Հայաստանը խոցելի վիճակում չհայտնվելու համար։ Պետք է ավելի ակտիվ Հայաստանի իշխանությունը անի այն, ինչ մինչև հիմա անում է։ Այսինքն չփորձի խառնվել։ Իդեպ արդեն սկսվել են Հայաստան-ՆԱՏՕ գործողությունների 5-րդ ծրագրի բանակցությունները։ Նախատեսվում է շարունակել Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, ինչպես նաև խորացնել աջակցությունը ռազմական կրթության ասպարեզում։ Գործարար Բարսեղ Բեգլարյանը պետության զարգացման համար ունի իր տեսլականը։ Ինչքան հարուստ գործարարներ ունենանք, ինչքան լավ ճիշտ գործարարներ ունենանք, դրանով պետությունը, Հայաստանը ավելի հզոր կլինի։ Նա թվարկում է այն սկզբունքները, որոնք գործարար աշխարհի ներկայացուցիչների համար իր գնահատմամբ պետք է կարևոր լինեն։ Գործարարը պետք է նախ եւ առաջ ստեղծի աշխատատեղեր, պետք է բարեխիղճ հարկատու լինի, նաև գործարարը պետք է իսկական գործարարը իր երկրում պետք է գործարարություն անի։ Գործարարների առջև ծառացած հիմնական խնդիրներից պարոն Բեգլարյանը առանձնացնում է հատկապես մեկը։ Իմ խորին համոզմամբ Հայաստանում միջին խավ չի ձևավորված։ Հայաստանի տնտեսության վրա ազդում են ոչ միայն ներքին գործոնները։ Ռուսաստանի տնտեսական վիճակը շատ է անդրադառնում մեր վրա։ Եվ այդ առումով եւ նվազել է մեր մոտ արտահանումը եւ ներմուծումը։ Ըստ պարոն Կիրակոսյանի կան այնպիսի ճյուղեր, որոնք այսօր առհասարակ չեն զարգանում։ Մենք կորցրել ենք մեր նախկինում ունեցած հնարավորությունները մեքենաշինության մեջ, սարքաշինության մեջ։ Ունենք մեծ պոտենցիալ թեթև արդյունաբերության զարգացման մեջ, որը չենք կարողանում լավ օգտագործել։ Մինչդեռ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը դեռևս չի շտապում խոսել տնտեսության զարգացման գերակա ճյուղերի մասին։ Որպես նախարար տնտեսության զարգացման համար ո՞ր ուղղությունից եք սկսելու, պարոն Մինասյան։ Հիմա ես չեմ խոսել։ Ես առանձին լսեք, ես ասել եմ, չէ՞։ Այսօր գիտեք որ երրորդ օրն է։ Կոնդի բնակիչներն այսօր Սերժ Սարգսյանից հերթական խոստումն են ստացել իրենց բնակարանային հարցը լուծելու վերաբերյալ։ 16 անգամ նախագահը կանգնել է իջել մեքենայից, մեզ խոստացել ու գնացել։ Բայց չհավատալով դրան եկել էին կառավարության շենքի մոտ։ Դաշնակցությունը
Արդյոք տերա, որ տերա մտել, հայա մտել իշխանությանը, արդյոք ես մեր արծին տերա, արդյոք ինքը գիտի, որ ես իշխանությունը, մեզի 14,700 կարակուսի պարտ կա։ Կառավարությունում 9 տարի խնդրի լուծման սպասող կոնդեցիների խոստումներ չեն տալիս, իսկ ահա մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը խոստանում է զբաղվել նրանց հարցով։ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող Հենզել Աբրոյանը կոնդի բնակիչ չէ, սակայն ինքն էլ է այստեղ բնակարանային հարցով։ 2003 թվականին Ամիրյան 4 հասցեում բնակարան գնելու համար $40,000 էր վճարել ու կորցրել։ Կառուցապատողի ՀՀԿ-ական նախկին падգամավոր Մելիք Գասպարյանի մահից հետո գումարը չեն վերադարձնում։ 2009 թվականից հետո մեզ պարզ դարձավ, որ դրա հիմնական պապան, տերկանգնողը եւ սեփականատերը Դովիկ Աբրամյանն է եւ Հայկ Դավթյանը։ Մեզ 5 միլիոն փող են շպրտել որպես թուլափայ։ Ու նրանից հետո դահակ ծառայության կողմից սնանկ են ճանաչել մեգահաուզինգը, իբր շենք շինություններ չունի, բայց արկա է Նացիոնալ Հայաստան հյուրանոցը եւ մենք մնացել ենք ժողովուրդն է ասում բորտին։ Ինչպես եւ հայտարարել էին 3 այսօր անհատ տաքսիստները եկել էին կառավարության շենքի մոտ բարձրաձայնելու, որ համաձայն չեն օրենսդրական որոշ դրույթների հետ։ Նրանք քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետին հանձնեցին 24 կետից բաղկացած նամակ 1000 ստորագրությամբ։ Առաջարկներից մեկը վերաբերում է լիցենզավորման վճարին։ Լինի կտրոնով փետրվար ամիսը կքշեմ, այդ կտրոնը կվերցնեմ որտեղ որ վաճառում են ու քշեմ։ Եթե չեմ քշելու, ուրեմն չեմ առնում, չեմ քշի։ Վարորդներին խոստացան մի քանի օրվա ընթացքում վարչապետը կարձագանքի նրանց բոլոր պահանջներին։ 3 տարի առաջ ավտովթարում 2 որդի կորցրած Հակոբյանները այլևս պահանջ չեն ներկայացնի դերասան Վարդան Պետրոսյանին։ Նրանք կնքեցին հաշտության պայմանագիր, որով կստանան 2 միլիոն դրամ փոխհատուցում դերասանից փաստաբանական ծառայությունների համար։ Այս հաշտությունները կնքվել է զուտ հայցերի շրջանակներում, գումարի պահանջի մասերով այս հաշտությունները կնքվել։ Կյանքում իրանք կհաշտվեն, թե չէ, դա արդեն իրենց խնդիրն է։ Համաձայնագրի ստորագրմամբ ավարտվեց Հակոբյան ընտանիքի ընդդեմ Վարդան Պետրոսյանի գործը, բայց դրանով չի ավարտվել Վարդան Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը։ Բողոքները եվրոպական դատարանում են, նրան ապօրինի կալանքի տակ պահելու հետ կապված։ Առաջիկայում էլ պատրաստվում են մոդելավորել վթարը։ Ցույց տանք հասարակության, թե իրականում ինչպես է տեղի ունեցել վթարը եւ իրականում այդ վթարի մեխանիզմի մեջ իրականում Վարդան Պետրոսյանի դատավորության ժամանակ տված ցույցմունքները անարժանավատ էին, ինչպես ներկայացրել դատավորը, թե ճիշտ հակառակ։ Թեև Համաձայնագիրը ստորագրվեց, այնուամենայնիվ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է դատավորի որոշումը։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանը գործով որոշումը կհրապարակի մարտի 15-ին։ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը ավարտվեց դեռ չսկսված։ Դատավոր Նելի Բաղդասարյանին հետաքրքրում էր, թե որտեղ է Գասպարին, մինչդեռ հենց ինքն էր նրան 6 ժամով հեռացրել դատական նիստից։ Ակնհայտ է մի բան, որ դատարանը հայտնվել է փակուղում։ Պաշտպանին զարմացնում են դատավորի քայլերը։ Սկզբում Վարդգես Գասպարիին բերման ենթարկելու որոշում է կայացնում, հետո խափանման միջոց է ընտրում կալանքը, նիստերին մասնակցությունը ապահովելու նպատակով, իսկ հետո էլ հեռացնում նիստերի դահլիճից։ Դատավորը լավ չի կողմնորոշվում, թե միգուցե ինչ է ցանկանում, ինչ է անհրաժեշտ դատական այս process-ի համար։ Իսկ Վարդգես Գասպարին այսօր հրավիրվել էր նոր հոգեբուժական կլինիկա, դատահոգեբուժական փորձաքննության։ Դրա առիթ էին դարձել իր դեմ հարուցված քրեական գործով քննիչին ուղղված Գասպարիի հարցապնդումները, թե արդյոք նա կապ է ունեցել մարտի 1-ի դեպքերի հետ։ Դա համարել է ուրեմն ոչ իրավաչափ, ոչ adekvat, տարօրինակ պատասխան։ Տիգրան Եգորյանը դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել է համարում է ճնշում իր պաշտպանյալի նկատմամբ։ Քրեական հետապնդման ալտերնատիվ է եւ շատ դեպքերում ավելի արդյունավետ է լինում մարդկանց կոտրելու, մարդկանց այսպես հնազանդեցնելու եւ վարկաբեկելու, սոցիալապես ոչնչացնելու տեսանկյունից։ Պաշտպանը ոչ միայն դիմել է գլխավոր դատախազությանը բողոքարկելով քննիչի որոշումը, այլև նույն քննիչին առաջարկ է ներկայացրել։ Ես առաջարկեցի, որ մինչև Վարդգես Գասպարիի փորձաքննությունը նախ ինքը անցնի, բայց նա խուսափեց ասելով, որ ինչ որ 7 տարի առաջ անցել է, գործի ընդունվելուց անցել է։ Գասպարիի դատահոգեբուժական փորձաքննությունն այսօր չկայացավ։ Փորձաքննության հաջորդ օրվա մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ։ Կենտրոնանալով գրեթե բացառապես քաղաքական խարդավանքների վրա, մեր լրատվամիջոցները շատ դեպքերում հաշվի չեն առնում
որ ոչ մի տնտեսական կամ քաղաքական խնդիր չի կարող լուծվել առանց հասարակության մշակութային զարգացման, եթե մշակույթի տակ հասկանանք ոչ միայն երկու բառը, այլև այն, թե ինչպես է մարդը հղկվում, մշակվում, զարգանում եւ տարբերվում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից։ Դրան է ծառայում նաեւ մշակույթը նեղ իմաստով։ Օրվա գլխավոր թեման։ Երևանցիները տարբեր պատճառներ ունեն մշակութային օջախներ հաճախ չայցելելու համար։ Ուշ ճիշտ ասած։ Ինչն է պատճառը։ Աշխատանքը, տնային հոգսերը։ Զբաղվածությունն է, շատ բալիկների հետ հնարավոր չի լինում։ Սիրում ենք, բայց հաճախ ենք ավելի քիչ քան կուզեինք, ճիշտ ասած։ Ինչն է պատճառը։ Գումարը, ժամանակը։ Եվ թե ժամանակը, զբաղվածությունը։ Ոչ շատ, որովհետև այսօր սոցիալական վիճակը մարդկանց այնքան ծանրացել է, որ երբեմն մոռանում են գնան համերգասրահ, թատրոն եւ այլն։ Թատրոններ եմ շատ սիրում այցելել ու ոչ շատ հաճախ, շուտ ժամանակի առումով։ Մարդկանց ինտելեկտի պատճառն է։ Մարդիկ զբաղված են միայն ուրիշ հարցեր լուծելով։ Կարելի ասել ակտուալության տեսանկյունից է, ասենք մարդիկ ոչում, ասենք կինոն կամ էլ ինչ որ գոազի կարելի ասել խնդիր կա, որ մարդիկ չեն հաճախական, որովհետև ասենք նախ պետք է իմանան դե ինչ գոյություն ունի, նախ նոր հետաքրքրություն առաջացնի մարդիկ մոտենան։ Թատրոններում տոմսերը սկսվում են 1000 դրամից, կինոթատրոններում երեկոյան սեանսները 2500 դրամից, հայտնի երաժիշտների եւ խմբերի համերգների տոմսերն ավելի թանկ են, կարող են սկսել օրինակ 10000 դրամից։ Ընդհանուր մեր կենսամակարդակի առումով գուցե մի փոքր թանկ են։ Իմ սիրելի Սպիվակովի համերգը, որ կայանալու է 28-ին կներեք գովազդի համար, շատ լավ թանկարժեք գներ էին, բայց կարող է գնալ։ Հարցման մասնակիցների մեջ շատ քչերը հիշեցին, թե երբ են վերջին անգամ այցելել կինո, թատրոն կամ որևէ ցուցահանդես։ Թատրոն 2 տարի առաջ։ Վերջին անգամ մի տարի առաջ։ Բայց նաև ավելի անկեղծները գտնվեցին։ Вообще չեմ գնում։ Այ ասես ջան, մենք այնքան հեռու ենք։ Չենք այցելում։ Տոմսարկղերում վստահեցնում են, որ պատկերը ճիշտ հակառակն է, հատկապես պահանջարկ ունեն կոմերցիոն ֆիլմերն ու թատերական ներկայացումները։ Կրկին դառնալով լրատվամիջոցներին, ասեմ, որ մեզ մշակութային խնդիրները հուզում են այն ժամանակ, երբ այս կամ այն հիմնարկում առաջանում են խարդավանքներ եւ սկանդալներ։ Այս առումով ուշադրությունը որոշ ժամանակ սևեռված էր օպերային թատրոնի վրա, Կարեն Դուրգարյանի խնդրի հետ կապված, բայց մարդկանց պետք է որ ավելի շատ հետաքրի, թե ինչ օպերաներ եւ բալետներ են բեմադրվում այդ թատրոնում եւ ինչ որակի են դրանք։ Հայաստանը չունի եւ չի ունենա Լա Սկալայի կամ մետրոպոլիտեն օպերայի մասնավոր եւ պետական միջոցները, բայց դա երբեք չպիտի ոչ մեկին թևաթափ անի, որովհետեւ օպերայի հայ սիրահարները ոչնչով չեն զիջում ամերիկացիներին եւ իտալացիներին եւ նույնքան, եթե ոչ ավելի շատ սպասում են նոր ներկայացումների։ Դա թերևս ավելի կարեւոր է, քան գլխավոր դիրիժորի խնդիրը։ Վստահ եմ, որ նույնիսկ Հայաստանի սուղ միջոցները հաշվի առնելով հնարավոր է բեմադրել հոյակապ օպերային եւ բալետային ներկայացումներ։ Դրանք կարող են լինել ավելի շատ եւ ավելի որակյալ, եթե օպերայի ղեկավարությունը ունենա համապատասխան կամք եւ նրանից չպահանջվեն խորհրդային գիգանտամանիային համապատասխանող մեծ շքեղ եւ թանկարժեք ներկայացումներ։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է Սպենդիարանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը։ Պարոն Արզումանյան, քանի օպերա եւ քանի բալետ է այս պահին ներկայացվում ձեր թատրոնում։ Մոտավորապես այսօրվա օրով մեր խաղացանկային ներկայացումների թիվը կազմում է մոտ 20-ից ավելի ներկայացումներ, բայց ես ուզում եմ շեշտեմ, որ այսօրվա օրով մենք բավականին մեծ աշխատանքներ ենք տանում եւ անցյալ տարի մենք ունեցանք նոր պրեմիերաներ, այս տարի մենք ունենք մոտավորապես 4-ից 5 արդեն պլանավորված եւ նշանակված պրեմիերաներ։ Խոսքը 16 թվականի մասին է։ 16 թվականի մասին է, այո, մարտի 25-ին մեզ մոտ կլինի Նորմա օպերայի պրեմիերան, գարնան վերջ մենք կցուցադրենք արդեն Տոսկա օպերան պրեմիերան, նաև մենք ունենք սեպտեմբեր-օկտեմբեր ամիսներին Չյոսան օպերայի պրեմիերան մենք ունենանք, բալետային խումբը հիմա աշխատում է Մասկարադ բալետի ներկայացման վերաբերյալ եւ երկու հատ մանկական ներկայացում անպայման։ Այդ խաղացանկը չափից դուրս ավանդական չէ, այսպես ասենք։
Դե գիտեք, քանի որ երևի թատրոնը ակադեմիական թատրոն է, ինքը ազգային իհարկե կան ներկայացումներ, որոնք որ ավանդական իհարկե պետք է յուրաքանչյուր թատրոն ունենա։ Հիմա մենք շատ ուժեղ ուշադրություն ենք դարձնում նաև եւ բանակցություն ենք, հենց այսօր ես բանակցությունների մեջ եմ Սատյան Արամ Սատյանի հետ, մեր կոմպոզիտորի միության նախագահի հետ, որ մենք մի քանի ներկայացումներ սկսենք արդեն ներկայացնել մեր ժողովրդական հայկական ստեղծագործությունների վերաբերյալ։ Չեմ կարող չհարցնել, Կարեն Դուրգայանի խնդիրը լուծվել է, այլևս նամակներ, կոլեկտիվ նամակներ, բողոքներ կան, չկան։ Գիտեք, ես հույս ունեմ, որ լուծվել է, որովհետև ես կարող եմ ասել, որ այսօրվա օրով թատրոնը աշխատում է իրեն ստանդարտ աշխատառիթմով, խնդիրներ բնական է, որ կան, ես էլի ուզում եմ կրկնեմ եւ արդից օգտվեմ, որ մենք բոլորս բարձր գնահատում ենք Կարեն Դուրգայանի որպես դիրիժոր իր մասնագիտական որակը եւ միշտ մեր թատրոնը բնական է, որ դա մեր թատրոնն է, ինչպես նաեւ Կարեն Դուրգայանի թատրոնն է եւ հույս ունենք, որ մենք ապագայում իհարկե մենք իրար հետ էլի կհամագործակցենք եւ կաշխատենք։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը։ Օեկական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համեմատում է կառավարություն ազգային ժողով հարաբերությունները ամուսնական հարաբերությունների հետ։ Կարևոր է, որ ի վերջո այդ զույգը երջանիկ լինի։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ մենք ավարտում ենք մեր հաղորդումը, մենք կհանդիպենք վաղը։ Հագադրության ընթացքում ասում է տեր ես, ասում ես տեր եմ։ Նա էլ ասում է հնազանդ ես, ասում է հնազանդ եմ։ 3 անգամ երթվում են։ Բայց ասում է 1-2 տարի տերերը փոխվում են։ Նա է տանում հնազանդ, նա տեր։ Не люблю признаться, когда людям мешают выяснять отношения.